Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունումը կյանքի կոչվեց պատմական բարդ մի ժամանակահատվածում։ Արցախում ազատագրական պայքար էր, սովետական միությունը փլուզման եզրին։ Գորբաչովն անպակոր հայտարարություններ էր անում, որ վերակառուցման մշակված քաղաքականությունը շուտով գործի կդրվի, բայց եղավ հակառակը։ Գորբաչովյան վերակառուցումը լճացրեց ողջ Սովետ միության տնտեսական, քաղաքական եւ հասարակական կյանքը։ Շղթայական ռեակցիայով սա բերեց ազգամիջյան բախումների։ Անմասն չմնացին նաեւ հայերը։ Ղարաբաղյան կռիվներ, կոչեր, ձերբակալումներ, իշխանափոխություն եւ այս ֆոնի վրա 1990 թվականին ընդունվում է անկախության հռչակագիր։ Ուղիղ 1 տարի անց սեպտեմբերի 21-ին հռչակագիրը պաշտոնական երանգավորում է ստանում։ Հայաստանն անկախ է։ Անկախությունը, որը ձեռք բերվեց քրտնաջան եւ տքնաջան աշխատանքների միջոցով, ես չգիտեմ ինչու համոզված եմ, որ այո, դա ամենադրական երևույթներից մեկն է։ Հայաստանի Հանրապետության անկախությունը հիրավի դարակազմիկ իրադարձություն էր, մշտապես գտնվելով հարևան երկրների պատերազմների խաչմերուկում, հանդիսանալով կռվախնձոր եւ ռազմական թատերապեմ, այս ամենից հետո վեր է խոյանում հայոց եռագույնը։ Սակայն տարիներ անց անկախություն երևույթը Դամոկլյան սրի նման կախվում է հայ ժողովրդի գլխին։ Երբ խոսք ենք տանում մենք անկախ pedagoganության մասին, ապա մենք պետք է իմանանք մի շատ կարևոր երևույթ, որ անկախ pedagoganության ամենակարևոր գործառույթներից մեկն էլ հենց ժողովրդի սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումն է։ Աշտակախտ, մասնավորապես դեպի Ռուսաստանի Դաշնություն անկախությունից շատ չանցած մեծ թվով հայեր մեկնում են, ոմանք անվերադարձ, ոմանք հետ դառնալու ակնկալիքով։ Սա կարմիր թելի նման անցնում է գրեթե յուրաքանչյուր հայի կենսագրականով։ Հարց է առաջանում, ինչու մեծամասնությունը այո ասաց անկախությանը։ Կան շատ բացթողումներ, որի հետ կապված եւ պետության ղեկավարը եւ վարչապետը արդեն իսկ որոշակի աշխատանքներ տանում են, բայց բնականաբար այդ աշխատանքները պետք է բոլորիս քաչ հայտնի է, որ պետք է լինի ավելի շատ վերևից ներքև, քան թե ներքևից վերև։ Պետք է pedagogan այրերը մեր պետության կարևոր դրսևորման քաղաքական գործիչները արդեն հասկանան, որ ժամանակն է իրոք արդեն լիարժեք մտնել ժողովրդի մեջ, զգալ ժողովրդի ցավը, զգալ պահանջմունքը եւ կարողանալ ըստ այն մի որոշակիորեն դրսևորել իրենց կարևորագույն գործառույթները։ Սա չանկախացած Հայաստանի կադր է։ Սա արդեն տարիներ անց անկախ Հայաստանն է։ Պարզ է, շատ բան է փոխվել։ Միայն բացասականը չենք որդեգրել, ձեռքբերումներ էլ ունենք։ Պետք է գիտակցել, որ անկախությունը յուրաքանչյուր պետության հաղթանակի գրավականն է։ Սա հաղթաթուղթ է մյուս երկրների կողքին, իսկ մեր հանրապետության համար այն հատկապես է կարևոր։ Սա թշնամուն ուղղակի հիշեցման թեժտիկ այն մասին, որ պայքարել ենք ազատության համար եւ դեռ շարունակելու ենք հային բնորոշ գիծը անխախտ պահել։ Կիմա Եղշատյան, Արթուր Մարգարյան, Ազդարաշ։